Բարելուս Հայաստան, բարելուս իմ հիանալի հայացք, ես Արտուր Ֆարմանյանն եմ, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավարը։ Սիրելի բարեկամներ, այսօրվա եթերը նախատեսված չէր, բայց երեկոյան եղավ այնպիսի իրադարձություններ, որ կարող եմ ասել անգամ քունուս չի տարե, եւ այս էֆիրը անում եմ հատուկ նրա համար, որպեսզի դուք տեղեկացված լինեք, թե ինչ է կատարվում։ Ուրեմն սկզբից, քանի որ եթերը անում եմ, եկեք միասին քննարկենք մի քանի հարցեր, որոնք որ տեղի են ունենում Հարավային Կովկասում եւ անձինս վրաց հայկական սահմանում։ Եկեք տեսենք այս տեսահոլովակը եւ տեսեք ինչ աղետալի վիճակ է, խնդրեմ։ Ժողովուրդ ջան, տեսնում եք, ոչ մի պետական այր չի գնում, ոչ մի արձագանք չկա, ժողովրդին, մեր հայրենակիցներին, իրենց հպարտ ասած հայրենակիցներին թողել են անտերության են մատնել, այնտեղ կան կանայք, երեխաներ, ծեր մարդիկ եւ այլն, ոչ մի արձագանք, լցել են սենյակի մեջ, շնչալու օդ չկա։ Հաջորդ հարցը ինչի համար որ ուզում էի խոսայի, ուզում էի միասին քննարկեինք Ռոբերտ Քոչարյանի արած քայլերը։ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ եթե գողանան իրան ձայները, նա կանի հեղափոխություն, չարեց։ Մինչև ընտրությունները ասում էր, որ ինքը պրիեմնիկ է ճանաչել Սերժ Սարգսյանին եւ իր մեծ սխալն է եղել։ Այնուհետև ընտրություններից հետո ասում է, որ ինքը պրիեմնիկ չի ճանաչել իրան։ Որպեսզի իրենք չասեն, որ դա լկտի սուտ է, այս տեղադրեմ մի քանի տեսահոլովակ։ Եվ ամենակարևորը, իրենց դաշնակից ընկերը, չեմ էլ ուզում սկի անունը տամ, ասում է, որ պրինցիպիալնի են վերցնում մանդատը, որ պատասխանեն մի քանի չուզողների հարցերին, այս մարդիկ պետությունը ուզել չուզելով են անում, հասկանում եք թե չէ։ Ինչ ժողովուրդ, ինչ ազգ, ինչ ազգային շահեր, ոչ մի բան։ Հիմա հիշենք ոնց եկավ Ռոբերտ Քոչարյանը, ինչ եղավ եւ այլն։ Եվ դες մի անգամ եւս ասեմ, Ռոբերտ Քոչարյանը պակաս չարիք չի արել հայ ազգի համար։ Այո, արտաքին քաղաքականության մեջ ես բազմիցս ասել եմ, որ եղել են լավ բաներ, որ երկու հերու տղա ոչխարներին գցել էր հետևը մաներ տալի, բայց դրանով չի նշանակում, որ ինքը այսօր անում է Հայաստանի Հանրապետության համար ազգանվեր բաներ։ Տեսնենք այս տեսահոլովակները, խնդրեմ։ Ժամերը Микрофон, Давай, Тик. Ինչ տրամադրությամբ։ Պարոն Քոչարյան, ինչպես տրամադրությամբ եք մեկնում երևան։ Տրամադրությունը կիսաքաղցր, բայց կա մի մեծ պատասխանատվության զգացմունք, ես հասկանում եմ, որ գնալով եմ Հայաստանից, իմ պատասխանատվությունս մեր ժողովրդի առաջ կրկնապատկում եմ։ Եվ ես կանեմ ամեն ինչ, որ այդ պատասխանատվության տակից կարողանան դուրս գամ։
Հայաստան դաշինքը մանդատները կվերցնի ըստ հերթական համարների բացի Ռոբերտ Քոչարյանից։ 9-րդ գումարման ազգային ժողովում դաշինքը ունի 12 տեղ։ Այսպիսով պատգամավոր կդառնա նաև ցուցակի 13-րդ համարը Մեսրոպ Մանուկյանը։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը հայտնել է, որ վերցնում է պատգամավորական մանդատը։ Խաղաղվեք, հարցը փակված է, որ մանդատն ինձ համար 10-րդական է, ապացուցել եմ, բայց այս անգամ իմ մանդատից հրաժարվելու թեման շատ քննարկվեց։ Չէի արձագանքում, այս երկար պաուզան անուն ունի, ոչ լոտության ստուգում։ Ուզում էի տեսնել, ով է, ով ինչի է արժանանալու։ Հիմա ասում եմ, մանդատը վերցնում եմ, հրաժարվում եմ խոսքից, որ պարտքից չհրաժարվեմ։ Պարզվեց, ինչ որ մարդիկ շատ են ուզում, որ խորհրդարանում չլինեմ։ Դրանց չեմ ուրախացնելու։ Հետ այս ուրախացնելու եմ միայն նրանց, ովքեր ինձ գնահատում են, առանց համեստության։ Չեմ ուզում իմ բացակայությամբ խմբակցությունում խնդիրներ ստեղծվել։ Խոսքը խոսք է, բայց ավելի կարևոր է պարտքի գիտակցումը։ Այս փուլում իմ պարտքն է լինել թիմի հետ, հատկապես Իշխան Սաղաթելյանի եւ Նարեկ Կարապետյանի կողքին։ Վերջում մանդատով թե առանց, ես Աղվան Վարդանյանն եմ։ Դուք ով եք, գրել է Աղվան Վարդանյանը։ Ռոբերտ Քոչարյանն այս տեսանյութում ասում է, որ 2008 թվականին Սերժ Սարգսյանն իր տեխնացուն չէր եւ ինքը նույնիսկ չի մասնակցել նրա նախընտրական քարոզարշավին, որպեսզի իշխանության փոխանցման տպավորություն անգամ չստեղծվի։ Սակայն սա նույն մարդն է, ով ընդամենը ամիսներ առաջ հայտարարում էր, թե իր կյանքի ամենամեծ սխալը պրիեմնիկի հարցն էր, ակնարկելով, որ իշխանությունը փոխանցել է Սերժ Սարգսյանին։ Լավ է, որ այսօր հենց Ռոբերտ Քոչարյանն է հերքում իրականության հետ որևէ կապ չունեցող այդ պնդումը եւ սեփական խոսքերով փաստում, որ պրիեմնիկի մասին տարիներ շարունակ շրջանառված թեզը չի համապատասխանում իրականությանը։ Հատկանշական է, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր «Կյանք եւ ազատություն» գրքի 508-րդ էջում գրում է. Նախագահական ընտրություններից մի քանի ամիս առաջ Մանվել Գրիգորյանը հանդիպում խնդրեց։ Ինձ համար անսպասելի ասաց, որ Սերժ Սարգսյանին հետնորդ դարձնելը մեծ սխալ է։ Մանվելը համառորեն համոզում էր փոխեն որոշումս եւ ինքս գնամ ընտրությունների։ Այսպիսով Ռոբերտ Քոչարյանն այսօր սեփական հայտարարությամբ հաստատի հերքում է ոչ միայն ամիսներ առաջ իր տված հարցազրույցը, այլև իր իսկ գրքում հրապարակված պնդումները։ Սա հերթական անգամ բացահայտում է, որ Սերժ Սարգսյանը Քոչարյանի պրիեմնիկն էր թեզը քաղաքական նպատակներով տարիներ շարունակ շրջանառված ապատեղեկատվություն էր, որը այսօր հերքում է հենց դրա գլխավոր տարածողի կողմից։ Գրել է Հենրիխ Թանիելյանը։ Հիմա հարց Ռոբերտ Քոչարյան, դուք չեք վերցնում, ճիշտ էլ անում եք, երկրորդ նախագահ եք եղել վերջերով ինչ պատգամավոր, բայց դուք 21 թվականին նույն մանդատները վերցրեցիք։ Ի տարբերություն ուժեղ Հայաստան դաշինքին, եթե սրանք վերցրեցին, սրանք էլ ասում են մտնենք, լծակներ ունենք, հետո մենք կգեներացնենք փողոցը, դուք ինչ եք անելու։ 21 թվականին գնացիք, բացի հավելյալ վճար, բացի նիստերին չմասնակցելով, բացի պարգևավճար եւ աշխատավարձ ինչ եք արել, նույն բանը եթում եք լափամանը քաղցր բանա Ռոբերտ Քոչարյան, հա, կամ այդ ինչա, ես չեմ, դուք եք արտադրել Սերժ Սարգսյանին, դուք եք բերել Նիկոլ Փաշինյանին եւ դուք պատասխան եք տալու Ռոբերտ Քոչարյան։ Ես ասել եմ, Լևոն Տեր-Պետրոսյան, դու Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, պատասխանը լինելու է շատ դաժան։ Դատի տվեք, սպառնալիքի հոդվածով դատի տվեք կոմունիստ Արտուր Ֆարմանյանին։ Ոնց որ քանդեցիք երկիրս քարի վրա չթողեցիք, սա քանդեցիք գործարաններով, պետականացրիք, սեփականացրիք, գմփցրեցիք, հիմա էս ինչ դες թազա ֆոկուս է էսի։ Հիմա սիրելի բարեկամներ, ինչի մասին եմ ուզում խոսել, այո, մեր հայերը դե ամեն մի հնարավորություն գտնում են, որպեսզի այս ծանր իրավիճակից դուրս գան։ Սկսեցին հանել ռոլիկներ, ոնց են չերես Պարսկաստան տանում Աբրանքը, չերես Թուրքիա, Ադրբեջան եւ այլն, սրանք լրիվ ապուշի տեղ են դրել ռուսներին։ Լրիվ կատարյալ հիմարի տեղ են դրել, բայց ռուսը քանի անգամ ասել եմ, նա հիմար չի, նա չի խոսում, նա գործում է։ Հիմա տեսնենք այս տեսահոլովակները, թե ինչ է արել Ռուսաստանը։ Այդ կիսնարոդն է փագեց։ Պրծակ, խնդրեմ։ Россия ударила по Турции. Москва начала войну против Анкары. Торговую. Россельхознадзор внезапно запретил ввоз абрикосов, черешни, вишни, персиков и нектаринов от 5 турецких производителей. О введении ограничений объявили через несколько часов после визита главы МИД Турции Хакана Фидана в
Киев, где он заявил о готовности Анкары присоединиться к гарантиям безопасности Украины, поддержал ее территориальную целостность и осудил аннексию Крыма. Анкара поддержала Киев, а Москва сразу опускает шлагбаум перед турецкими фруктами. Совпадение? Ռոսել Խոսնաձորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը, քանի որ կասկածում է, որ իրանական ծաղիկների քողի տակ Ռուսաստանի Դաշնություն են ներկրվում հայկական ծաղիկներ։ 2026 թվականին Իրանից մատակարարումների ծավալը զգալիորեն գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները։ Ֆիտոսանիտարական հավաստագրերում որպես արտադրանքի ծագման վայր նշված է Իրանը։ Մինչդեռ արտադրանքի արտաքին բնութագրերով եւ փաթեթավորման առանձնահատկություններով այն նույնական է այն ապրանքին, որը նախկինում ներկրվում էր Հայաստանից, գրված է հաղորդագրության մեջ։ Պարսկաստանի հիմա ապրանքը չի գնա, Թուրքիայի ապրանքը չի գնա, Ադրբեջանի հետ вообще չի գնա։ Ինչի համար ասեմ։ Իդեպ ադրբեջանցիները այսքան որ քլնգում են Ռուսաստանի Դաշնությանը, 3 չառաջորը Լավրովը եւ իրենց արտգործնախարարը ջերմ զրուցում էին եւ ասում էին, որ ամեն ինչ լավ է։ Հիմա անցնենք բուն թեմային։ Ուրեմն դու մի ասա, Հայաստանի Հանրապետությունը վաղուց գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ։ Այսինքն առանց ադրբեջանցիների ոչ մի բան չեք կարող անել։ Եվ լավ լսեք այն Նիկոլա Պաշտեր, որ վաղը մյուս օրը դուք ձեր տան մեջ, ձեր հողամաս պետքա մտնեք ադրբեջանցու թույլտվությամբ։ Հիշեք դա լինելու է։ Եվ հեսա տեղադրեմ տեսահոլովակը, որպեսզի չասեն դա լկտի սուտա։ Ոնց էր դրա անունը Տոֆիկ Սուլֆուգարով, կարծեմ նախկին արտգործնախարարը։ Ես մի քանի տեղից տեսահոլովակներ գտա, որպեսզի ասեցի fake-ա, fake չի, բայց դուրս եկա որ fake չի։ Խնդրեմ այս տեսահոլովակները։ Бывший министр иностранных дел Азербайджана Тофик Зульфугаров заявляет: Пашинян без нашего разрешения разгуливает по Зангезурским горам и говорит, что не спешит с изменением Конституции. Может быть, уже пришло время провести учения горных подразделений спецназначения с отработкой рейдовых операций из Нахичевани в Карабах и в обратном направлении. Это тот самый Тофик, который в составе азербайджанской переговорной делегации приехал 28 июля 1993 года в район Мартакерта просить представителей Арцаха продлить действие прекращения огня. Вот как меняют людей времена и обстоятельства. Бывший министр иностранных дел Азербайджана Тофик Зульфугаров заявляет: Пашинян без нашего разрешения разгуливает по Зангезурским горам и говорит, что не спешит с изменением Конституции. Может быть, уже пришло время провести учения горных подразделений спецназначения с отработкой рейдовых операций из Нахичевани в Карабах и в обратном направлении. Это тот самый Тофик, который в составе азербайджанской переговорной делегации приехал 28 июля 1993 года в район Мартакерта просить представителей Арцаха продлить действие прекращения огня. Вот как меняют людей времена и обстоятельства. Տեսակ Նիկոլա Պաշտեր, անգամ ձեր վարչապետ կոչեցյալին ասում են, որ տրճիկ էր տալիս արերը Զանգեզուրի միջանցքում, ասում են, որ դա թույլտվություն։ Եվ Նիկոլ Փաշինյանը, որ ասում են աղետալի պատերազմա լինելու սեպտեմբերին, այդ պատերազմը լինելու է, տեսակ ինչ ասում, սպեցնազը մի հատ էթա գա։ Բուլվար են հելը ադրբեջանցիները։ Բուլվար են հելը ման են գալի։ Հիմա ինչ կպատասխանեք սրան։ Սրան ինչ կպատասխանեք։ Ձեր վարչապետին անգամ թույլտվություն ապեք, որ սեփական երկրում ինքը կարողանա ման գա։ Եվ Նիկոլ Փաշինյանը, որ ասում են աղետալի պատերազմը լինելու, նա չի խաբե։ Հեսա պատերազմը սրանք կսկսեն իրանց ասած սպեցնազով, եւ ինչ կլինի Նիկոլ Փաշինյանը կասի, դե համանդրական մեծամասնություն չունեի։ Այդ անկախ падգամավորները Հայաստան Դաշինքից, ուժեղ Հայաստան Դաշինքից նրանք ապահովեցին։ Իսկ ինձ ինչու եք մեղադրում, սիրելի հայրենակիցներ, հպարտ քաղաքացի, դուք եք ընտրել ինձ 720,000 հոգի։ Իսկ նա ինչ է ասում, եւ նա ասել է, այս վերջերս, որ եթե իշխանությունը մեղավոր է, կառավարությունը մեղավոր է, ապա մեղավոր ժողովուրդը կանոնն է ընտրել այդ կառավարությանը։ Իսկ Նիկոլ Փաշինյանը անցնում է հիմա գործողությունների, շանտաժի եւ ռեպրեսիաների։ Խնդրեմ այս տեսահոլովակը։ Ես 2018 թվին, երբ որ վարչապետ եմ եղել, ընտրվել, ասել եմ բոլորը պետքա շանս ունենան, բոլորը պետքա շանս ունենան։
Հիմա ով որ օգտագործել է այդ շանսը, փառք ու պատիվ իրար։ Ով որ չի օգտագործել այդ շանսը, հատուցման ժամը եկել է։ Այսօրա հիմայա հատուցման ժամը։ Անկախ մասնագիտությունից, անկախ պաշտոնից, անկախ կարգա, հատուցման ժամը հիմա է։ Եվ ժողովուրդը քվեարկել այդ հատուցման ժամի օգտին, 720,000 մարդ քվեարկել այդ հատուցման ժամի օգտին։ Ասել որ գիտեք, սկսել նորից ժողովրդին բացատրել բանը, ինչ որ բլա, չկա։ Այսինքն ինչ ասեց Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը ասեց, որ սենց բաներ, որ ով վայելել է, ով չի վայելել, պոեզդ դու եղել, հա Նիկոլ։ Բայց չէ որ դու էիր ասում Նիկոլ Փաշինյան, որ տարածքների զիջումը, միջումը, մյուսը, դա դու էիր ասում, ընդամենը 2017 թվականին։ Խնդրեմ այս տեսահոլովակը։ Իսկապես հանրապետականներին խորհուրդ եմ տալիս, այդ Թուրքիա-Ադրբեջան տերմինաբանությունը ընդդիմությանը հակազդելու համար չօգտագործեք, որտեղ մի անգամ արել եք ամեն անգամ, երբ որ դուք խոսեք Թուրքիա եւ Ադրբեջանի մասին, ես ձեզ հիշեցնելու եմ, որ դուք միակ իշխանությունն եք, որ զինադադարի հաստատումից հետո Ադրբեջանին տարածքներ եք զիջել։ Ուրեմն միշտ հիշեք, Էրդոգանը դեռ անցյալ տարի ասել է մի հայտարարություն։ Խնդրեմ այս հայտարարությունը։ Президент Турции Эрдоган 12 июля 2025 года. Когда турки, курды и арабы сформировали союз, ветер от наших боевых лошадей принес холодный бриз от Китайского моря до Адриатики. Запомните, бег наших лошадей принес мир в этот регион, звон наших мечей принес мир на эту землю. Истребив армян и отобрав землю армян, они принесли мир на эту землю, они гордятся этим. Это выступление внука Талиата Паши Эрдогана состоялось вчера. И кто-то думает, что с этими варварами можно жить в мире, что они изменились? Зангезурский коридор – пропускной пункт в Турцию имени Талиата Паши, напоминая армянам, одного из авторов геноцида армян 1915 года. И этот позор теперь называется дипломатические отношения и мир? С вершины горы Арарат нам наплевать и на Эрдогана, и на автора этого так называемого мира, и на такой мир и дипломатические отношения. Տեսակ ինքներդ, ինչ ասե, թրերով, սրերով, ձիերով, եւ որ մենք ամբուժելի հիվանդներ ենք։ Բայց արյումի տես, որ նրանք խաղաղության թեզ ուզում են շարունակեն։ Իսկ խաղաղության թեզ ուզում են շարունակել ով Նիկոլ Փաշինյանի մտերիմ ընկեր Գաջիև, որը եկա որ պատիվ տվեցին։ Լավ ձևի, ոնց որ մեր հայերը դիմավորում են ադրբեջանցիներին սևան պատիվ են տալի աղջիկով, յախտայով, ռակով, մռակով, տենց է սրանք պատիվ տվեցին Գաջիևին։ Գաջիևը չի հերկում խաղաղությամբ ստորագրած թղթերը, բայց ուզում եմ ձեզ հիշացնել մի բան, սիրելի հայրենակից, ռուս-ուկրաինական պատերազմը սկսվեց նրանից, որովհետև ամերիկացիները եւ անգլոսաքսերը խաբեցին ռուսներին։ Պայմանավորվածություն կար խաղաղության, որ ՆԱՏՕ не продвигается на восток։ 100 անգամ ռուս իշխանությունները դրա մասին խոսել են, բայց ինչ արեցին, խախտեցին դա։ Ձեզ ուզում եմ ասեմ, որ մեծ քաղաքականության մեջ խաբեբայությունը, սուտ խոսալը, ստորությունը դա նորմա է։ Ինչ թուղթ ուզում են ստորագրի վաղը սպեցնազը իրանց ասած մտնում է ու всё պրծնում է։ Իսկ Գաջիևը տեսեք ինչ է ասում, խնդրեմ։ Ադրբեջանը ու Հայաստանը փաստացի խաղաղության պայմաններում են եւ տասնամյակներ տևած հակամարտությունից հետո վերականգնում են առևտրատնտեսական կապերը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Հիկմետ Հաջիևը։ Սակայն Բաքուն պնդում է, որ միջև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրումը Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրությունում։ Սահմանադրական փոփոխությունների ձևը Հայաստանի ներքին գործն է։ Լինի դա նոր սահմանադրության ընդունման թե այլ իրավական մեխանիզմի միջոցով, երբ այդ հարցը լուծվի, կարծում ենք, որ վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար այլևս որևէ խոչընդոտ չի մնա։ Գաջիևը այդ որ ասեց այս ամեն ինչը, Գաջիևը ասեց ինչի համար։ Դու հիմա սահմանադրությունը փոխի Նիկոլ, а дальше посмотрим։ Այ ինչ է լինելու։ Եվ այդ տոտաները, այդ աղջիկները մանիկյուր, պեդիկյուր արած, այդ զոքու զարտարված այդ ոնց ասեմ սիրամարգի փիդուրով տոտաները որ գորում էին Նիկոլ, այդ Նիկոլ, այդ ձեր հետևից գիտես ով է գալու, գեղեցկուի ադրբեջանցի բեղերով տոտան
գալու է ու բարիլուս անի ձեզ։ Չեք հավատում, ուզում եք այդ տոտային տենակ, ձեր ապագա կյանքը շատ գեղեցիկ ա լինելու։ Այս տոտան ա գալու, խնդրեմ։ Sənə qiymət afərindir. Görən deyir bu qız necə də şirindir. Sən canım bu dəri sənin özlərindir. Ya sürtmüsən maz, nə bomba şeysən. Canın yansın az, nə bomba şeysən. Canın yansın az, nə bomba şeysən. Կվայել եք հեսա շուտով։ Եվ այդ կեղծ խաղաղությունը իրանք որ ասում են սիրելի բարեկամներ, տեսեք Գաջիևը խոսած խաղաղությունից եւ այլն, բայց ինչ են մտածում ադրբեջանցիները։ Ադրբեջանցիները մորթելու են եւ նրանք պահանջում են այդ մորթը եւ մորթելու են թե Արտուր Ֆարմանյանին, թե ձեզ բոլորիդ նիկոլականներ, որոնք ապրելու եք սեփական տանը վարձով։ Անկաժների տող արեք եւ հետեւություններ արեք։ Նենց որ ձեր Նիկոլը տարավ ձեզ մատղատուն։ Հիմա ինչ էի ուզում ասեի, բնության մեջ պայքարը եւ թե մարդը կենտանի լինում է համարձակ, հաղթանակը իրենն է։ Մի վառ օրինակ բնությունից, չէ որ մենք բնության մեկ մասնիկն ենք, խնդրեմ։ Только посмотрите, ради спасения детеныша самка медоеда сумела вырвать себе путь к жизни прямо из пастей двух львов. Несколькими минутами ранее она переносила детеныша на новое место, даже не подозревая, что смерть уже тихо следила за ними. И тут все произошло мгновенно. Из травы внезапно выскочили два взрослых льва. Поняв, что убежать не получится, самка положила детеныша, пригнулась и без раздумий бросилась на одного из львов. Но пока она сцепилась с ним, второй лев воспользовался моментом и схватил детеныша с земли. Увидев своего малыша в пасти льва, самка медоеда мгновенно пришла в ярость и издала душераздирающий рев. Она намертво вцепилась зубами в ногу льва и не отпускала, изо всех сил заставляя его бросить детеныша. Пыль стояла столбом, но по ярости самка медоеда ничуть не уступала львам. Стоит понимать, взрослый лев весит больше 200 килограммов, а самка медоеда меньше 15. Разница почти в 15 раз. Она сражалась одна против двоих, и даже под ударами двух гигантов ни разу не подумала бросить детеныша и спастись самой. Даже когда лев сомкнул челюсти на ее шее, она не испугалась. Благодаря свободной толстой коже она могла извиваться даже в львиной пасти, а потом, улучив момент, резко укусила его прямо в морду. Такой неожиданный отпор заставил льва отступить, и ход схватки мгновенно изменился. Даже когда оба льва по очереди нападали на нее, израненная самка медоеда продолжала теснить их шаг за шагом. Даже когда львы вместе отбросили ее в сторону, и она тяжело рухнула на землю, она тут же перекатилась, вскочила и снова бросилась вперед, оскалив зубы. Львы за всю жизнь еще не встречали настолько бесстрашного противника. Постепенно ее ярость полностью выбила из них спесь, и они уже не решались сделать даже шаг вперед. После нескольких минут противостояния львы наконец сдались и начали медленно отходить назад. Они остались стоять на месте, глядя, как маленькая фигура исчезает в высокой траве. Самка медоеда пробралась сквозь заросли, нашла перепуганного детеныша и стала осторожно вылизывать его шерсть. Еще недавно она была готова разорвать любого, а теперь стала невероятно нежной. В дикой природе всегда выживает сильнейший, и слабых там никто не жалеет. Но ради своих детей любая мать способна преодолеть пределы собственного тела и силы и выйти против врага, который намного сильнее ее. Մյոդայեդը երկու այռուցին ոնց խեղճացրեց, իսկ այս վախկոտները ինչից են խոսում։ Սիրելի բարեկամներ, իմ հիանալի հայացք, խնդրում եմ տարածեք այս տեսահոլովակը, քանի որ աղետալի վիճակ է, իրոք աղետալի վիճակ է Հայաստանի Հանրապետությունում։ Ես ձեզ ասում եմ դա ամբողջովին լրջությամբ։ Սրանք ոչ մեկ հեղափոխություն անող չեն, իսկ Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցությունը մեկ անգամ եւս դիմելու է Տիգրան Ավինյանին,
որպիսի թույլ տան մեզ մեր օրինական սահմանադրական ակցիաները։ Եթե իրենք դա չարեցին, մենք ինչ իրավունք ունենք իրանցից մեկ անգամ եւս խնդրել թույլտվություն, այսինքն երրորդ անգամ, քանի որ այդ թույլտվությունը մենք հասկանում ենք այդպես տալիս է ոչ թե Երևանը, այլ Բաքուն, ըստ այս նորությունների։ Մենք կանենք սահմանադրական օրենքի սահմաններում հեղափոխություն։ Նիկոլ Փաշինյանը ուզում է հեղափոխություն, նա կստանա հեղափոխություն, բայց մենք կյանքում թույլ չենք տա, որ մեր Հայաստանի քաղաքացին, իմ հայ ազգի ներկայացուցիչը սեփական երկրում թուրքերի եւ ադրբեջանցիների հրահանգով շարժվի, անգամ իրեն տանը կամ իրեն հողամասում։ Նենց որ մենք աշխատում ենք, մենք ձեռքերս չենք ծալե, չենք նստե, մանդատ էլ չունենք։ Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյան, Սամվել Կարապետյան եւ մյուս պերսոնաժները։ Սիրելի բարեկամներ, վերջում ուզում եմ մի բան ասել, որպեսզի իմ համար ամենայն կարևորը երևի հենց դա էր, ամենակարևորը։ Մեկ անգամ եւս ուզում եմ հիշենք Արտաշես Ալեքսանյանի, մեր հիանալի ազատամարտիկին, մեր վաստակավոր դերասանին, մեր հիանալի հային, որին 2026 թվականի 17 հուլիսի կլրանար 65-ամյակ։ Երկնային ծնունդը շնորհավոր Արտաշես Ալեքսանյան, իմ հարազատ, իմ մտերիմ եղբայր, մեծատառով հայ մարդ։ Այն ժամ պիտի հանգչեմ եւ ես, երբ հայոց աշխարհի երեքը սկաները, Մասիս, Նեմրուդ եւ Սիփան իրար ձայն տան, կանչեն ցնցագին։ Հեյ, էլի հայ ունենք, էլի Հայաստան, էլի հայ ունենք, էլի Հայաստան։ Այսօր այս կանը, սիրելի բարեկամներ, կեցցե Հայաստանից Հանրապետությունը, կեցցե հայ ազգս, կեցցե հայոց առաքելական Սուրբ եկեղեցին։ Հույսով եմ քանդիպենք, Աստված բոլորիս պահապան, ստեսություն։